Если векал, энкисат горцат менти, заверши это. Я незавершенных дел не оставляю. Ты о чем? Ես քեզնից ոչինչ չեմ թաքցրել։ Բասրան ինչ կասես։ Էլի իշքան առաջ գնացի, դու ես օգտվելու դրանից, խեձև չի միշտ։ Ապեր կոնկրետ պրոբլեմ կա։ Պրոբլեմը այն ամիշ, որ ես պետք է ասողորնեմ ախպեր։ Քեզ ոնց որ կորցիր, հա, այ Մարինատ։ Հեսա որ տղերքին ասեմ քեզի ոտերի տակ կառնան, արա։ Չափը ճանաչի։ Հետներս հավասար պատասխան ես տալու։ Ո՞վ է սպառնացել։ Եվ ինչի համար։ Իլլեր Պիտաղալիրոյանը։ Մեկ էլ են մարտակերտ դեպուտատ Վարդգեզը։ Դրանք ինձ սպառնացել են։ Ահա ինձ իմ ընտանիքին ամեն ինչ անում են, որ ես հայտնում եմ ստեղ։ Կարելի է։ Գոր։ Իհարկե կներեք, որ առանց նախազգուշացնելու եմ եկել։ Անակնկալ էր։ Ասեմ քեզ հաճելի։ Ինչպես եք։ Լավ, տեսքդ լավ է։ Նորմալ է ամեն ինչ։ Նորմալ, շնորհակալ եմ։ Կոնյակ չխմենք։ Ես ինքս։ Ասեմ քեզ, որ միայն քեզ հետ եմ խմում կոնյակ։ Հա, Ռուբինա ջան։ Ինչ վերաբերվում է անակնկալների, ասեմ, որ անակնկալները դեռ շարունակվում են։ Լսել եմ գոր։ Իրոք քեզ հետ վերջերս շատ անախորժ դեպքեր տեղի ունեցան։ Ու ամենահետաքրքիրը գիտես որն է, որ սյուրպրիզների շարանը դեռ շարունակվում է։ Ու դեռ ծայրը չի երևում։ Նա ռուսական ասացվածքի պես, ինչքան խորանում ես անտառ, այնքան հեքիաթը ավելի վախենալու է թվում։ Եթե ճիշտ եմ հասկացել, քեզ մոտ հարցեր են կուտակվել։ Ու դրանց վերաբերյալ կամ խորհուրդ ես ակնկալում, կամ պատասխան։ Իզուր չի Ռուբինա, որ խելացի կնոջ համբավում ես։ Շնորհակալ եմ գոր ջան։ Դու կարող ես ազատ խոսել։ Ռուբինա, հենց սկզբից ես քեզ խոստանում եմ, որ մեր այս խոսակցության մասին, իհարկե, եթե դու դեմ չես, որ ոչ ոք չի իմանա։ Շատ խորհրդավոր ես սկսում։ Ասեմ, որ ինչ չես զարմացնի։ Քանի որ կյանքում եղել են դեպքեր, որ գաղտնապահ եմ եղել։ Այնպես որ սկսիր։ Լավ։ Ինչ կասես այս սրանց մասին, կարող ես նայել։ Գոր դու ինձ ծանր կացության մեջ ես գցում։ Չէ՞ որ այս գաղտնիքը իմը չէ։ Դե քանի որ այս նկարները ինձ մոտ է, ու դու լավ պատկերացնում ես, թե ով կարող էր այս նկարները ինձ տար, ինձ թվում է, որ բարոյական արգելքները հանված է, ու դու կարող ես համարել, որ Յանան դեմ չի, որ քո իմացած գաղտնիքները դու գաղտնազերծես։ Հա, ինձ Յանան է ցույց տվել այս նկարները, ասելով, որ Սամվելի հեռախոսի մեջ է հայտնաբերել։ Իսկ ինչ էիր սպասում։ Առանց այն էլ խեղճ աղջկա կյանքը
ի սկզբանե խեղաթյուրվեց։ Ինչ է քեզ համար գաղտնիք էր, որ Յանան քեզ ցավեցնելու համար ամուսնացավ Սամվելի հետ։ Իհարկե դա նրա կողմից ամենամեծ սխալն էր, որ թույլ տվեց կյանքում։ Ասեմ ավելին։ Նա մինչև հիմա մինչև վերջ համոզված չէ, թե երեխան քոնն է, թե Սամվելինը։ Դե պատկերացնում ես, այս հոգեկան ծանր ապրումների մեջ հանկարծ հայտնաբերում է այս նկարները։ Երիտասարդ կին։ Ի վիճակի էր արդյոք դիմանալու նման հարվածներին։ Եվ պետք չէ մեղադրել, քանի որ նա իր ցավը փորձել է կիսել մեկի հետ, որը միշտ պատրաստ է օգնել նրան։ Ասում ես, այդ ամեն ինչը Յանան արել է ինձ ցավացնելու համար։ Ինքն է դա քեզ ասա։ Այո, Յանան միշտ կիսվում էր ինձ հետ։ Լավ հիշում եմ։ Մի օր եկավ ինձ մոտ և դու չես պատկերացնի, թե ինչ վիճակում էր նա։ Ես սխալվել եմ։ Ես իմ կյանքը հավիրեցի։ Ես ինչ սխալ արեցի ես։ Հանգստացիր աղջիկս։ Ինչ է պատահել։ Սամվելն է վիրավորել։ Երեխային է բան պատահել։ Ես իմ կյանքը կործանեցի։ Ոնց կարող է այսքան կույր լինել։ Յանա, դու ինձ վախեցնում ես։ Հանգստացի ու սկզբից պատմի ամեն ինչ։ Ես դավաճանեցի գոռին։ Ամուսնացա իմ հպարտության, չզիջելու պատճառով։ Գոռի պատճառով ես հայտնվել ես վիճակում։ Ինչ է արել։ Գոռը այստեղ կապ չունի։ Ես եմ հիմար, որ գոռին ցավացնելու պատճառով ամուսնացա Սամվելի հետ։ Վերջապես կասես ինչ է եղել։ Ես կարծում էի վաղուց ձեր հարաբերությունները սառել են։ Սամվելը մեր ամուսնությունից հետո շատ է փոխվել։ Մտածում էի, այդ որ ընտանիքում դժվարություններ, անհամաձայնություններ չկա, կանցնի։ Բայց հիմա բոլոր սահմաններն անցել։ Հիմա ինչ է արել։ Դավաճանում է ինձ Ռուբինը։ Վախենում եմ անգամ ասեմ ում հետ։ Յանա, հանգստացիր ու սթափ նայիր իրավիճակին։ Գիտես, բոլոր տղամարդիկ էլ կյանքում խենթություններ են կատարում։ Իսկ խելացի կինը պիտի աչքը փակի, որպես ընտանիքը չքանդի։ Ես քո պարագայում այդպես կվարվեի։ Սամվելը ոչ մի սրբություն չունի։ Բոլոր սահմաններն անցել։ Հիմա էլ նույն ձևով կվարվես։ Ռուբենը, դե խոսիր։ Մի բան ասա, թե չէ կխելակարվեմ։ Որտեղից քեզ ես նկարները։ Իսկ որտեղից քեզ ես նկարները։ Դու այդպես էլ չպատասխանեցիր իմ հարցին։ Ու հակառակը նոր հարց տալու իրավունք տվեցիր։ Նկատի ունես երեխայի հանգամանքը։ Հա, Յանան է ինձ պատմել։ Այլապես ես որտեղից պետք է իմանայի։ Փաստորեն սուրպրիզները շարունակվում են։
Իսկ քո կարծիքով ես ինչ պետք է անեմ։ Չգիտեմ։ Ամենաճիշտը այս իրավիճակում քո եւ Յանայի անկեղծ բացատրվելն է։ Ի վերջո ոչ դու, ոչ Յանա երեկվա երեխաները չեք։ Եվ դադարեք ինքնասիրություն խաղալուց, որի արդյունքում երկուսդ էլ տուժում եք։ Լավ։ Այդ հարցը թողենք ինձ ու Յանային։ Ռուբինա, կարող է այդ նկարները դու ինչ-որ մեկին ցույց տված լինես։ Գորջան, ինձ այս նկարները որտեղից որ ուրիշին ցույց տամ, կամ ինչ նպատակով պետք է ցույց տայի։ Ինչ իմանամ։ Հնարավոր է դու էլ ինչ-որ մեկի հետ կարիք ես ունեցել այս հարցը քննարկելու։ Ակնարկում ես կանացի բամբասանք։ Ասեմ քեզ գոր, որ գիտությունը ապացուցել է, տղամարդիկ ավելի բամբասկոտ են, քան կանայք։ Եվ ավելի մեծ հաճույքով են քննարկում ուրիշների կյանքը։ Էնպես որ այդ նկարները ես Յանայի մոտ եմ տեսել։ Միգուցե Յանան ինչ-որ մեկին է փորձել ցույց տալ։ Դե նման հոգեվիճակում երիտասարդ կինը կարող էր, չէ՞։ Ինչ-որ մեկի հետ ցավը կիսել։ Լավ, Ռուբինա ջան, ես լսեցի իմ հարցերի պատասխանը։ Շնորհակալ եմ։ Գնացես։ Բարի դու քերապ ջան։ Արև, նստի։ Ինչ ես եկել։ Քերապ ջան, մեծ աղբեր։ Իմ հույսը մենակ դու ես։ Ասա լսում եմ։ Հորս արև ամոչ չդեր կլացեի։ Եկեղեցի էթում։ Ճամփին ասի շոֆերից, չէ, ինձ աստված չի կարա փրկի։ Եկել եմ քո մոտ, իմ հույսը մենակ դու ես, մեծ աղբեր։ Պրոստը խնդրում եմ ինձ ճիշտ պետք է հասկանաս, պետք է ինձ կարող ունես հասկանաս, ես էլ ուրիշ տեղ չունեմ էթալու։ Էսի վերջի տեղն է, որ եկել եմ ու պետք է ես ասեմ այն ինչ որ կա եւ քո խորհրդի կարիքն ինձ այսօր շատ պետք է ցավդ տանեմ։ Ինչի մասին ես խոսում, արա։ Ինչ մարդ, ինչ պրոբլեմ։ Ինչ ա եղել, ինչ ես կնգան նման խառնվե իրար։ Այդ ինչ հարց կա, որ դու չես կարում լուծես։ Հետաքրքիր դեպուտատ ես, այն էլ մեծահարուստ տղա։ Թե ես երկրում փող վեկալողները վերացել են։ Քերոբ ջան, այսօր մեծ վշտի մեջ եմ։ Ոչ մեկ հեռախոսներին չի պատասխանում։ Բայց երգիր է, մեծ չի պրոբլեմի մեջ եմ ընգե, մորացել են, որ ով է մեղե յանց համար, ինչեր եմ արա յանց համար, այսօր որ սենց ֆռում են, որ լավ փողեր ունեն, լավ տների մեջ ապրում են, այդ իսավես տղեն արը։ Այս ոչինչ, քերոբ ջան, ես գիտեմ արդեն ում ինչ պետք է անեմ։ Այսօր էր մի հատ կյանքում դաս ինձի, որ ես հասկանայի, որ պետք չի մարդկանց այդքան լավություն անել։ Ումը դիմում եմ մի հատ հարցով սաղ ու խոդ են անում։ Բա ինձանից ինչ ես ուզում, ինչ ես եկել։ Քերոբ ջան, քո խորհրդի կարիք ունեմ։ Մենակ դու կարաս ասես ինչ անեմ, ոնց անեմ, որ այս ամեն ինչի մեջից ճիշտ ձևի դուրս գամ ցավդ տանեմ։ Արա, ինչ ես կնգան նման լաց ու կոծը դրել։ Հələ պատմի ինչ ա եղել։ Քերոբ ջան, լրտպի տղա եզոն ցուցմունք ա տվել։ Այդ աղջկան Սմբուլիս հրամանով են գողացը։ Հետո Սմբուլս բռնաբարել է, հետո Սմբուլիս հրամանով սպանել են։ Չկարացա, քերոբ ջան, չկարացա, ես դրան սատ կսնեի։ Չկարացա եմ, այսքան խնդիրների մեջ չէ էլի, հիմա սաղ իմ հարցերը լուծած կլեր։ Ոչ մի խնդիր։ Քերոբ ջան,
Ոչ մի խնդիր էլ չի ունենա։ Սա հարցերս կարայի կարգավոր է։ Սութի մոտի երկու հարցեր մնում, այդ ինչ չեր խանգարելու։ Երկու հատ մենթ ունեմ, այն դրան շամպես մենք կոպեկ փող եմ շպրտում, ոնց ուզում եմ, տենց հիմար անում էին։ Ինչ եղավ այդ մենթերի հետ։ Մեկին բռնել են, մեկն էլ ցրել է տակը։ Սա որն ասում է, սա ուր որ այն ձեր են գալու փագեն։ Բայց դա ինչ չի հետաքրքրում։ Այսօր մենակ իմ սրտից ցավիմ սիմվոլն է, Քերոբ ջան։ Այսօր մեր երկրում իշնաշատ սոված միլիցեն։ Դրանք չնորի ուրիշ է գալի։ Մենակ մի հատ խնդրանք ունեմ, Քերոբ ջան։ Ցավը տանը երախուն կամեր են տեղափոխը։ Խնդրում եմ քեզի։ Այնտեղ խաբար անես հանգարց երախոց չնեղացնեն։ Միջև տենա մի չեմ անում ցավը տանը։ Համել մի հատ ինձ խորհուրդ տուր։ Լավո ջան, ցավը տանեմ։ Այս վիճակից ոնց դուրս գամ, խնդրում եմ քեզ։ Սա ասեցիր, թե կիսատ բան մնաց, Վարդգես։ Չէ, Քերոբ ջան, սաղ տոշնի պատմել եմ։ Ոնց որ Աստծո առաջ։ Լավ, հիմա ինձ լսի։ Դու էլ լավ գիտես, որ քո տղու արածը տղությունն է։ Այսքան տարի է մեզ այդ տալիս առնում ես։ Ուստեղ խնդիրը այն չի, թե ում աղջիկն է։ Բռնաբարություն կա։ Ու դու գիտես, թե այդ հոդվածը ոնց է ընդունվում զոնում։ Բռնաբարողների հետ ինչ են անում, գիտես, չէ՞։ Ախր Քերոբ ջան, ցավը տանը։ Ձենդ կդրի, երբ որ ես խոսում եմ։ Երիք չի տղետ բռնաբարելը, հետնել հրամանա տվե, որ ախրանիկը աղջկան սպանի։ Նստելուց շուգա տալ է, հլե հետի հեչ, ու ախրանիկն էլ, որպես հավատարիմ տղա, իրա վրա է վեկալել տղուտ գրեխը։ Ու դուք հանկարծ որոշում եք այդ տղուն բերդում խփեք, հա։ Փոխանակ վիզ դնեք, որ ազատեք։ Չէ, վիդեք անում, որ սպանելը էժան կնստի ձեր վրա։ Համել նաջոժնի է։ Ու չերես վաղո զակազ ես տալի եզոին, որ սպանի։ Մարդկես, լավ տերը, դաժի իրա հավատարիմ շանը չի սպանի, որովհետև կենթանի է։ Իսկ դու մարդու կյանք ես խլում։ Չես մտածում արա, որ վերևը Աստված կա, որ կարող է դուրը չգա։ Կարող է քեզ Աստվածի տեղ ես դնում, արա։ Մարդկանց կյանք ես տալիս, մարդկանց կյանք ես առնում։ Այդքանից հետո եկել ես մոտս, որ ասում ես քսիվ խրգի, բերդ, որ երեխուն չնեղացնեն։ Վարդգես, ես բռնաբարողի համար պաստ ու պիտան եմ։ Այդ նույն բանն է, որ ես պիտուշոկի հետ նստեմ սեղան ու հաց ուտեմ։ Ու դու այդքան բանը ջոգելով եկել ես այդ հարցն ես տալիս։ Դե հիմա ասա, ես քո հետ ոնց վերաբերվեմ։ Գիտես չէ, որ տամ լալոյի ձեռը քեզ ինչ կանի։ Ուրեմն սենց, հելնում ես ու քաշում ես ստեից, որ անունդ չլսեն։ Իսկ եզոյի թեմայով քեզ ու վաղոյից սպրոս եմ անելու, որ իմ գլխից թռնելով ղալատներ է կարել։ Դե իմի հելար ու մաքրվի ստեից։ Յանա, եթե ես կապ ունենայի այդ պատմության մեջ, քեզ ինչ է թվում։ Ես թողնեի, որ դու այնտեղ ներկա լինեիր, այդ ամեն ինչը քո աչքով տեսնեիր։ Ուրեմն պապան այդքան փիս մարդ, հա։ Ցավը տանեմ, բալես, դու ախր հասկացի ինչու ես ինձ մեղադրում։ Դու քո երեխու հանդեպ այտենց կվարվեիր, հա։ Դու Էմուլին կմեղադրեիր, հա։ Էմուլն էլ քո բալենա, դու էլ ես ծնող, չէ։ Ինձ քեզ հետ չհամեմատես։ Ես մարդկանց դիակների վրայով չեմ քայլում, ու այդ քո հարունոտ հարստությունից ինձ ոչինչ պետք չի։ Հիմար աղջիկ, դու չես հասկանում, որ ես ինչ արել եմ ես կյանքում, քո համար եմ արել։ Ու էսա քո շնորհակալությունն է։ Վերջապես հասկացիր,
Ումա պետք է այդ հարստությունը, եթե ես երջանիկ չեմ։ Դու այն ժամանակ էլ ինձ խաբեցիր, ամուսնացրեցիր Սամվելի հետ։ Ինչի համար։ Որ քո ունեցվածքը պահես։ Քեզ երբեք չի հետաքրքրել ես ինչ եմ ապրում։ Քո ունեցվածքը միշտ քեզ համար ավելի թանկ է եղել, քան ես։ Դու չգիտես ես ինչ դաժան կյանքով եմ ապրել ես վերջին 10 տարվա ընթացքում։ Բա ինչի շուտ չէիր ասում դրա մասին։ Երբ ասեի։ Քանի անգամ եմ եկել հետդ խոսելու։ Բերանս գիտես ինչով էիր փակում, քո բարոյական ֆրազներով։ Հայ կինը չպիտի բաժանվի։ Ընկերներս, բարեկամներս, շրջապատս ինչ կասի։ Ես կյանքից լավագույն տարիները կորցրել եմ քո այդ ձևական ավանդույթների պատճառով։ Իսկ ինչ էիր ուզում ասեի։ Ասեի աղջիկ ջան, շատ լավ ես անում։ Գնա բաժանվի, հա։ Գնա ընտանիքդ քանդի, էտա ճիշտ է։ Էդ էր հայրական ճիշտ խորհուրդը քո կարծիքով։ Այդ հայրական խորհուրդներդ մենակ գորի վրա էր աշխատում, հա, որ ինձ խաբելով, համոզելով ամուսնացրեցիր Սամվելի հետ, հաշվի չառնելով, թե ես ինչ եմ զգում։ Հասկանում եմ քեզ, բալես։ Գիտեմ, որ սխալ եմ արել, բայց դիտմամբ չեմ արել։ Ես չեմ ուզեցել մի բան անեմ, որ դու դժբախտանաս։ Ես միշտ մտածել եմ, որ դու Սամվելի հետ ավելի երջանիկ կապրես։ Ես ինքս տղամարդ եմ, ու տղամարդկային հոգեբանությանը անգիր ծանոթ եմ։ Յանա ջան, գորի տեսակը ավելի դրսի տղամարդկանց տեսակ է, ավելի չորոտ տեսակն է։ Իսկ ինձ պետք էր, որ քո կողքը ենթարկող տղամարդ տեսնեմ։ Պապես տարիքի դեռ չես հասկացել, որ ով ծնվել է սողալու համար երբեք չի թրջի։ Դու ոնց էիր պատկերացնում իմ կյանքը մի մարդու հետ, ով ստիպում է հասարակ կենցաղային հարցերը լուծելու համար պապայիցս փող վերցնեմ ամեն անգամ։ Քեզ թվում է ես նման մարդուն կարող էի հարգել։ Իսկ գորը ինձ մաքուր ամբասիր սիրով է սիրել։ Իր համար կարևոր եմ եղել ես, ոչ թե քո փողերը։ Ներս եկեք։ Բարև ձեզ, դոկտոր ջան, կարելի է։ Համեցեք։ Բարև ձեզ։ Լսում եմ ձեզ։ Ինչ գանգատներ ունեք։ Դոկտոր ջան, ճիշտն ասած, իմ մոտ ամեն ինչ նորմալ է, ես գանգատներ չունեմ։ Մի քիչ աղբորս մոտ խնդիրներ կան։ Ասեք թող ներս գա։ Չէ, ցավը տանեմ, եղբայրս չի կարող ներս մտնի։ Մենք փորձենք իրար հետ գնալ եղբորս մոտ։ Հարգելիս, նախ հիմա ինձ մոտ ընդունելություն է, երկրորդ ես նման բաներով չեմ զբաղվում։ Ինչ հիվանդություն ձեր եղբայրը։ Դոկտոր ջան, դե ոնց ասեմ, տենց հիվանդել չի, որ ասեմ հիվանդ է, ուղղակի ջահել են երեխեքով մի քիչ իրար հետ վիճվել են։ Տանեկի 2-3 թեթև հարված է ստացել, ուղղակի կուզենայի, որ դուք նայեիք էլի։ Գիտեք ինչ։ Հենց հիմա դուրս եկեք սենյակից, թե չէ հենց հիմա ես ոստիկանություն կզանգահարեմ։ Բժիշկ ջան, մեր աղբերը ասել է, որ դու Փակբերան շատ կարգին նադյոժնի տղա ես ու ցանկացած այս տիպի հարցով կարող քեզ դիմենք։ Ես չգիտեմ, թե ձեր աղբերը ով է, թե ինչ է ասել։ Խնդրում եմ դուրս եկեք սենյակից, հենց հիմա թե չէ կզանգեմ ոստիկանություն։ Ցավը տանեմ, այդ մեր աղբերը վաղուն է ու դու իրան էլ շատ լավ ճանաչում ես։ Իմ իմանալով հենց հիմա դու իր աղբերներից մեկին բուժում ես։ Վաղուն։ Մեռնեմ ջանիդ, եթե հարցը գումարն է, բացարձակ խնդիր չկա, կասես կավելացնեմ։ Իսկ ինչու ինքը չի զանգահարել։ Կարող եք նկարագրել վաղոյին։ Ոնց չեմ կարա ցավը տանեմ, բոյով մի քիչ լիքոտ,
Մորուքով կյաժի վրա սենց սիրուն տղա է։ Ինձ էլ ասեց Արմեն ջան, ցանկացած հարցով դոկտորին կասես, ամեն հարցով պիտանի կլինի։ Լավ։ Բայց հոնորարը ոչ թե 2, այլ 3 անգամ։ Ցավը տանեմ, փողը խնդիր չի։ Ես հենց սկզբից էլ ասեցի, որ ինչքան պետքա կտամ։ Մենակ աղբորս ոտի հանես։ Կարող ենք գնալ։ Հիմա պատրաստվում 1-2 րոպե իսկ գնանք։ Ես աշկից հեռու եք գնալու, հա։ Ընդունելությունը ավարտված է։ Քրեական հետախուզություն։ Եվ մենք բժշկի հետ բավական հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Դե ինչ Գրիգորյան, զրուցենք։ Ինչի մասին։ Դե դոկտորը այնքան բան ունի մեզ պատմելու։ Ներողություն, կարող եմ մեկ անգամ եւս տեսնել ձեր վկայականը։ Ուշադիր նայեք բժիշկ։ Ինքն այդ հասկանում եք, որ այս ստորաբաժանումը մանր-մունր բաներով չի զբաղվում։ Արդեն հասկացաք։ Հիմա ինձ ասեք, մեր խոսակցությունը ստացվելու է, թե գնանք մեր մոտ։ Չէ, գիտեք, ես օգնել եմ մարդկանց, ես ուղղակի կատարել եմ իմ բժշկական օգնությունը, մարդկանց բուժել եմ, խնդրում եմ այս ամենը ձեզ մոտ մեղայականով գրանցեք։ Կապրենք կտեսնենք բժիշկ, դա կախված է ձեզանից, թե ինչքանով պիտանի կլինի ձեր տված բացատրությունը մեր հետաքննությունը բացահայտելու համար։ Ձեզ ուշադիր լսում եմ։ Դոկտոր, դուք Վաղո անունով ազնվորության ճանաչում եք։ Ինքներդ էլ հասկանում եք, որ ժխտելը անիմաստ է։ Ես չեմ էլ պատրաստվում ժխտել, իհարկե ճանաչում եմ։ Այդ Վաղոյի խնդրանքի մասն եմ ուզում պատմեք։ Երբ, որտեղ, ինչ եւ քանի անգամ։ Գիտեք, ես այդ անձնավորությունը շատ լավ եմ ճանաչում։ Նա ինձ մի քանի անգամ դիմել է տարբեր դեպքերով, առիթներով, մարդիկ վնասվել են եւ ես գնացել եւ նրանց բուժել եմ։ Ես կատարել եմ իմ բժշկի պարտականությունը։ Դե գիտեք, ես երդում եմ տվել Հիպոկրատի երդում, ինչպես կարող եմ ջայլ տղաներին թողնել այդ վիճակում։ Լավ, սխեման պարզ է։ Ու դրանից հետո ցածր աշխատավարձ, վախի զգացում, քանի որ դիմացինը բանձիտ է, չէ՞։ Այդպես է։ Դե տեսնում եք, ինքներդ էլ գիտեք շատ լավ այդ ամենը։ Լավ, Գրիգորյան, հիմա անցնենք բուն թեմային։ Որտեղ եք վիրահատել Սիդոին։ Կներեկում։ Շեֆ, դոկտորը ածականով տեղը չի բերում, երևի ճիշտ կլինի անունով ասենք։ Բգոն, սպիտակ մազերով։ Հասկացա։ Շատ զարհուրելի կերպար էր։ Ու մարդասպանի աչքեր ուներ։ Կարծեմ ճուգն էլ անվանում էին։ Դիագնոզը ճիշտ է։ Մնում է օգնեք, որ բուժումն էլ ճիշտ անցկացնենք։ Հասկանում եմ, ձեզ նրա գտնվելու վայրն է հետաքրքրում։ Դա էլ։ Էլ ուրիշ ինչ։ Ուրեմն այսպես, բժիշկ, Սիդոյի առողջությունը պետք է կտրուկ վատանա։ Այնպես, որ այդ թաքստոցից դուք իրան ստիպված լինեք հիվանդանոց տեղափոխել։ Կներեք, պարոն Վարդանյան, բայց դուք հասկանում եք, որ այդպիսի բան ուղղակի հնարավոր չէ, ինչպես տեղափոխել հիվանդանոց։ Ես հասկանում եմ, բժիշկ, ձեր բոլոր գործողությունները համաձայնեցված է ձեր ղեկավարության հետ։ Իսկ ձեր եւ ձեր ընտանիքի անվտանգությունը դա արդեն մենք ենք ապահովելու։ Հանգիստ եղեք։ Լավ, ես հասկացա։ Եթե դուք կապահովեք իմ եւ իմ ընտանիքի անվտանգությունը, այո, խոստանում եմ։ Շատ լավ, բժիշկ, այդ տեսնում եք, լավ ստացվում է մեր խոսակցությունը։ Իսկ հիմա դուք ձերս ամբողջ հասածվածքը կշարադրեք թղթի վրա վերցրեք ու գրեք։ Ձեր անունն ազգանուն։ Իմ
Արիստե։ Ay, Ղադրում։